Մեթյու Հենրի ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 10 Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը, ծննդոց առաջին գլուխ, առաջին խոսք։ Աստվածաշնչի առաջին խոսքը մեզ տրամադրում է երկրի և երկնքի ծագման համապարփակ և օգտակար նկարագրությունը։ Խոնարհ քրիստոնյաների հավատքը սա ավելի լավ է հասկանում, քան ամենագիտուն մարդկանց երևակայությունները։ Այն ամենից, ինչ տեսնում ենք երկնքում և երկրի վրա, մենք ճանաչում ենք մեծ Արարչի զորությունը, և թող մեր ստեղծված լինելն ու մեր վայրը որպես մարդ մեզ հիշեցնեն մեր պարտականության մասին որպես քրիստոնյաներ, որ միշտ մեր հայացքը դեպի երկինք լինի, իսկ երկիրը մեր ոտքերի տակ։ Աստծո որդին, որ մեկ է հոր հետ, նրա հետ էր, երբ աշխարհը ստեղծվեց։ Ավելին, մենք հաճախ կարդում ենք, որ աշխարհը ստեղծվել է նրա միջոցով և առանց նրա ոչինչ չի ստեղծվել։ Ինչ վեհ մտքեր պետք է լինեն մեր սրտերում այն մեծ Աստծո մասին, ում մենք երկրպագում ենք, և այն մեծ միջնորդի մասին, ում անունով աղոթում ենք։ Եվ ահա այս Սուրբ գրքի հենց սկզբում մենք կարդում ենք այն Աստվածային Հոգու մասին, ում գործը մարդու սրտում այդքան հաճախ հիշատակվում է Աստվածաշնչի մյուս հատվածներում։ Ուշադրություն դարձրեք, որ սկզբում ոչինչ ցանկալի չէր երևում, որովհետև աշխարհը անձև և դատարկ էր, այնտեղ տիրում էին խառնաշփոթությունն ու դատարկությունը։ Նույն կերպ էլ Հոգու մեջ շնորհի գործը նոր արարչագործություն է, բայց շնորհքից զուրկ հոգում, վերստին չծնված հոգում, կա միայն անկարգություն, խառնաշփոթ և ամեն չար գործ։ Այն զուրկ է ամեն բարիքից, քանի որ այն Աստծո ներկայությունից է զուրկ։ Այն խավար է, ինքնին խավարի ինքնությունը։ Հենց այդպիսին է մեր բնական վիճակը, մինչև ամենակարող շնորհը չի սկսում իր փոփոխության գործը մեզանում։